շահավետ է թե ոչ, ստորագրել թե ոչ։ Դուք իրավացիորեն նշեցիք, որ տարիներ շարունակ քննարկվում է այդ փաստաթուղթը եւ վերջին երկու չհամաձայնեցված կետերը կարող ենք տրամաբանորեն էլ բխեցնել, որ եղել են ամենակարևորը հայկական կողմի համար, որոնք երկար ժամանակ չեն զիջվել եւ ինչ որ պահի առանց բանակցային գործընթացի նկատի ունեմ տետատետ հանդիպումների, այլ on-line գրագրության արդյունքում Փաշինյանը որոշում է ծանուցել Ալիևին, որ ինքը ընդունում է այն երկու կետերը, որոնք ի սկզբանե չէր ընդունում, որոնք եթե չէր ընդունում ուրեմն չէր բխում Հայաստանի շահերից, պատահականորեն ինչ որ պահի վերցնում եւ ուղարկում է այդ գրությունը, ասելով, որ մենք ընդունում ենք, մենք պատրաստ ենք։ Երբ դուք հարցնում եք, պետք է արդյոք ստորագրել, չպետք է ստորագրել, ես կարծում եմ իրավիճակի էությունը չի ցուցաբերում, որովհետև Փաշինյանը կարող է այսօր երեկոյան լայվ միացնել եւ այդ փաստաթուղթը ստորագրել եւ ես ենթադրում եմ, որ վաղ թե ուշ նա մի այդպիսի բան անելու է։ Միակողմանի ստորագրել, այո, որովհետեւ եթե մի քանդրբազություն արել է, ընդունել է Ադրբեջանի պահանջները, կարող է մյուսն էլ անել, ստորագրել եւ ասել ես միակողմանիորեն բոլոր պահանջները կատարում եմ, ել չսպասել Ալիևը ստորագրի, համաձայնի եւ այլն։ Իսկ Ալիևը արդեն 1 տարի եւ ավել ժամանակահատված ասում է, որ փաստաթուղթը քննարկում բանակցում ենք, բայց զուգահեռ մի քանի նախապայմաններ ունենք։ Էնպես որ երբ մենք մեր հանրությանը ներկայացնում ենք, որ սա բանակցվեց, ստացվեց փաստաթուղթ, տպավորություն ենք մարդկանց մոտ ստեղծում, թե հիմա իշխանությունները անակնկալի են եկել հնչող նոր պահանջներից սահմանադրության փոփոխության։ Ագրեսիան չի զսպում սա այս համաձայնեցումը, ինչպես պարոն Հովհաննիսյանն է։ Ինչպես մենք տեսնում ենք խաղաղության այդ համաձայնագրի փաստաթղթի համաձայնեցումից օրեր անց Ադրբեջանը ագրեսիվ վարքագիծը վերսկսեց դրսևորել, նախ տարածելով տեղեկատվություն փոխհրաձգության մասին, իսկ այսօր արդեն վաղ առավոտյան ըստ էության սկսելով կրակոցներ անկանոն, ոչ անկանոն, պակաս ինտենսիվ, ավելի ինտենսիվ, փաստ է, որ դրանք սկսվել են։ Հետևաբար ոչ բանակցային գործընթացում պատահական նման քայլ անելը նախ զիջում է քո բանակցային դիրքերը, երկրորդ որևէ կերպ չի զսպում այդ հնարավոր ագրեսիան։ Երբ մենք խոսում ենք 20 թվականի պատերազմի մասին, մենք ֆիքսում ենք մի բան, որ նոյեմբերի 9-ը պարտության փաստաթուղթ էր եւ Արցախի համար եւ չէ, հետ չեն գնում, ես այլ բան եմ ասում։ Ես այլ բան եմ ասում, այլ բան եմ ասում։ Այդ փաստաթղթում որպես պարտության ես խնդրեցի չընդհատել։ Ես խնդրեցի ինձ չընդհատել։ Նորոշվեք էլի։ Ես խնդրեցի չընդհատել, Դանիել։ Զրուցակցին ընդհատել է էթիկայի։ Պարոն Գասպար, դուք էլ իրեն ընդհատեցիք, պարոն Խաչատրյանը։ Նոյեմբերի 9-ի մեջ որպես պարտության արձանագրման մի մաս անգամ Արցախը հնարավորություն էր ստացել ունենալու իր տարածքում խաղաղապահ զորակազմ, լավներ, վատներ, բոլորովին այլ հարց, անգամ պարտության որպես արձանագրում։ Եվ հիմա էլ երբ մենք քննարկում ենք օրինակ ուկրաինական պատերազմը, ուկրաինական ռազմաճակատը, Ուկրաինան այսօր փորձում է նախապայման որպես բերել երաշխիք անվտանգության մասին, ելի խաղապահ զորքեր, ինչ որ բաժանարար զորքերի մասին։ Հիմա գալով այսօրվան այս մի կետի զիջումը, որ մենք այլևս երբեք իրավունք չենք ունենա հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժի տեղակայման, ուղղակիորեն խոսում է Հայաստանի սուվերենության նվազեցման մասին։ Եվ թող այստեղ ոչ մեկ չասի, որ սա երկկողմանի է, որովհետև այդ անհրաժեշտությունը առնվազն այս պահին ունենք մենք, որովհետև մեր մի սահմանը պահվում է օտար երկրի կողմից, մյուս սահմանը անվտանգ չէ։ Եվ այստեղ նախասիրության հարցել չի անգամ մենք ցանկանում ենք, որ այնտեղ ռուս դիտորդներ կամ խաղապահ լինեն, մյուսն էլ ցանկանում է, որ ֆրանսիացիների հետ մենք աշխատենք այդ առաքելությունը լինի։ Խոսքը գնում է նրա մասին, որ մեր սուբյեկտայինությունը այս մասով զիջվում է։ Եվ երբ մենք այս պարոնանց հարցնում ենք, ասում ենք՝ դուք ինչպես եք վերաբերվում այս սուվերենության զիջմանը։ Օրինակ պարոն Հովհաննիսյանն ասում է՝ դե մենք
համարում ենք, որ սա էլ ինչ որ մի զիջում է պետք է անենք, որ մեզ հանգարց չմեղադրեն ագրեսիվ լինելու մեջ, որ առնվազն Ադրբեջանին մեղադրեն։ Այդ այդ ագրեսիայի հետևանքով մենք էլ ինչ կկորցնենք, կարևորը մեզ չմեղադրեն։ Եվ ասում է մի մարդ, ով 19 թվականի դեկտեմբերի 15-ին ասում էր, որ հեղափոխությունը փրկեց Արցախը, որպեսզի մեր հերոստադիտողը հասկանա, ինձ օպոնենտ ես շատ չեմ անդրադառնալու, սա հուսով եմ վերջին անգամը կլինի, որ ես Յովհաննիսյանին անդրադառնամ, այն էլ որովհետև ինքը թեման բացեց։ Թող մտնեն Յովհաննիսյանի Facebook-յան էջը 19 թվական դեկտեմբերի 15, որտեղ ասում է հեղափոխությունը փրկեց Արցախը, որպեսզի Դանիելի քաղաքական ու ընդհանրապես բարոյաքաղաքական պատկերացումների մասին հասկանաք, մտեք ես գրառումը կարդացեք եւ մնացածը կտեսնեք։ Չէ, ես քաղաքական տրամաբանության մասին։ Շնորհակալ եմ, պարոն խնդրեմ, պարոն Խաչակյան։ Տարի հայկական զինված ուժերը հետնահանջեցին իրենց դիրքերից եւ դա իրականացվեց սահմանազատման անվան տակ։ 4 գյուղերի թեման Այո, բայց դրանք այդպես էլ սահմանազատում անգամ այդ տարածքում, որտեղ Հայաստանը հակընդդեմ ստանալու բան ուներ, չիրականացվեց։ Այսինքն սահմանազատման անվան տակ փաթեթավորվեց այդ ամեն ինչը։ Խաղաղության պայմանագրի անվան տակ հիմա իրականացվում է փաթեթավորում Հայաստանի մեկ այլ սուվերենության բաղադրիչի զիջման, որը սեփական տարածքում երրորդ ուժերի տեղակայման իրավունքն է, որը ունեն սուվերեն երկրների մեծ մասը, Թուրքիայում ամերիկյան ռազմաբազա կա, Գերմանիայում ամերիկյան ռազմաբազա կա, չգիտեմ, Լիբանան, Իսրայել սահմանին կան զինված ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր։ Հիմա մենք այս սուվերենության աստիճանն էլ ենք զիջում։ Սահմանադրական բարեփոխումների անվան տակ էլ զիջվելու է Ալիևի այն պահանջը, որ անկախության հռչակագիրը պետք է անվի։ Հիմա ինչու է իշխանության մոտ սա ստացվում շարունակաբար իրականացնել, չէ՞ որ սա մեր հակառակորդ պետության պահանջներն են, որոնք միակողմանի են իրականացվում։ Դիմաց Հայաստանը ոչինչ չի ստանում։ Պատճառը նրանում է, որ Հայաստանում գործում է 5-րդ շարասյուն, որը այս նարատիվները լեգիտիմացնում է, այդ փաթեթը, որը իշխանությունը հնարում է, որ այ տեսեք սա սահմանազատում է, տեսեք սա սահմանադրական բարեփոխում է, տեսեք սա անկախության, սա խաղաղության բանակցություններ են, այդ 5-րդ շարասյան ներկայացուցիչները ակնհայտորեն թշնամու պահանջը երկրի ներսում լեգիտիմացնող գործողություններ են իրականացնում։ Նրանք տեսանելի են, ովքեր այս փաթեթը լեգիտիմացնում են, ասում են, որ նորմալ է, որ Հայաստանը իր սովորենությունը զիջի, բայց դրանով Ադրբեջանը իր ագրեսիայի լեգիտիմությունից կզրկվի եւ այլն։ Սրանք այս նարատիվներն են։ Ինձ համար մենակ մի բան հասկանալի չի, արդյոք իրենք այս փաստարկները, այս ռոպագանդան իրականացնում են իշխանության պահանջով, թե Ադրբեջան, Թուրքիա ի սկզբանե ովքեր է սրանք առաջ են քաշել։ Ես ինչ մեզ կմեղադրեն, ինչ չեն մեղադրի, ես գիտեմ, որ այս ամենը չափազանց տրամաբանական ու ողջամիտ է, որ դու քո սովորենությունը զիջում ես, բայց երբ դու դա փաթեթավորում ես, այլ անվան տակ արդարացնում, ասում դե գիտեք, մենք սրանով կլեգիտիմացնենք, հետո որ իրանք հարցակվեն, ամբողջ աշխարհը չգիտեմ ինչ կճանաչի եւ այլն, սա ակնհայտ 5-րդ շարասյան գործունեություն է, որի գնահատականը կտա արդեն հաջորդ քաղաքական համակարգը, որովհետև այս քաղաքական համակարգում այս մարդիկ սերտաճել են իշխանության հետ այսպես եւ արդեն պարզ չի, իրանք իշխանական նարատիվն են ասում, թե ադրբեջանա-թուրքական նարատիվը։ Չեք տարբերում իշխանական։ Արդեն չեմ տարբերում, ոչ։ Ում ամիջական ղեկավարը։ Սրանց մի տարի առաջ։ Դե ինքը այդպես է։ Նիկոլ, այս առումով իհարկե էպիկ է, որ նման քաղաքական ուժի ներկայացուցիչը գալիս ու ինչ-որ մեծ բաներից է խոսում, բայց ես ում երկու բան ասեմ։ 5-րդ շարասյան ներկայացուցիչն է եթերում խոսում։ 5-րդ շարասյան ներկայացուցիչը դու ես։ Այդ բան չի։ Լավ, եկեք չվիրավորենք։ Քիչ առաջ դու ինձ OEK էիր ասում, հիմա դու նեղվում ես, որ դու 5-րդ շարասյան ես։ Մենք OEK երբեք չենք եղել, բայց դու OEK-ին անցել ես, OEK-ի համար պետք է վիրավորական լինի, որ ես դες OEK եմ անվանում։ Արմի Անիսյան, դու ադրբեջանա-թուրքական 5-րդ շարասյան մաս ես։ Չէ, ադրբեջանա-թուրքական, Արի։ Ադրբեջանա-թուրքականը դու ես։ Ուզում եմ չվիրավորենք, ես դες չի ուզում։ չվիրավորենք։ Ադրբեջանա-թուրքականը ո՞րն է։ թե չէ Ադրբեջանա-թուրքականը ո՞րն է։ Վերջ, փակում ենք հաղորդումը։ Ինչ որ հաղորդումը։ դու պաշտպանում ես։ Ես ուզում եմ այս կետից շարունակել, երբ Հայաստանը որոշեց զիջել վերջին երկու կետերը,
դա ներկայացվեց այն տրամաբանության մեջ, որ վերջ խաղաղության տեքստը պատրաստ է, եւ հենց սա է պատճառը, որ դրանից հետո օրեր շարունակ քննարկման կոնտեքստը հետեւյալն է՝ կստորագրվի, կողմ ենք, դեմ ենք ստորագրմանը, իսկ իրականում դեռ չկա այն process-ը, որտեղ դիմացի կողմը համաձայնել է ստորագրել, պարզապես Հայաստանը դա զիջել է եւ ներկայացնում է դա հաղթանակի ձեռքբերման տեսքով։ Եվ այո, այս տրամաբանությունը, երբ մենք անընդհատ խոսում ենք, որ մենք գնում ենք խաղաղության, պատրաստում ենք խաղաղության, մեզ համար շատ կարևոր է այդ խաղաղությունն ունենալ։ Մենք սպասում, ձգտում ու ամեն ինչ արել ենք եւ շարունակում ենք անել այդ խաղաղության համար։ Բայց այս կոնտեքստում, երբ Ադրբեջանը ակնհայտորեն դրան չի գնում եւ այո ռազմաքաղաքական բալանսն էլ ինձ համար որպես քաղաքական մարդու քաղաքական բալանսը շեշտադրելով խախտված է, այս պայմաններում հնարավոր չի շարունակությունը ապահովել։ Հիմա ես կարծում եմ, որ Փաշինյանը ի վերջո միակողմանիորեն ստորագրելու է այս փաստաթուղթը եւ բոլոր միակողմանի վերցված պարտավորությունները իրականացնի, այսինքն դիտորդներին հանի ավելի շուտ, քան դա Ադրբեջանն էլ կստորագրի, հայցերը հետ քաշի ավելի շուտ, քան Ադրբեջանը ինքը դա կանի, եւ բնականաբար Հայաստանում այն մարդիկ, ովքեր սպասարկելու են այս նարատիվը, ասելու են դե գիտեք, մենք քայլը անում ենք, որ լեգիտիմությունը ապահովենք։ Եվ տեսեք, Էդմոն Մարուքյանը շատ ակտիվ սրա մասին խոսում է, չէ՞։ Իշխանության կողմից անդադ հարձակումներ տարբեր մարդկանց կողմից։ Այս մարդիկ մի տեսակետ են ներկայացնում։ Ես ցավում եմ իրականում, որ այսօր այս միջադեպը տեղի ունեցավ, պարոն Հովհաննիսյանը ասենց դուրս եկավ հունից, բայց դա ինչու է այդպես, որովհետև մեր թիրախը իշխանությունն է եւ այն մարդիկ, ովքեր նույնականացվել սերտաճել են իշխանության հետ, իրենց վրա են վերցնում, իրենք են պատասխանում, իրենք են նեղվում։ Բայց ես ասում եմ, ես չեմ ուզում երբեք ու երբեք անցնել վիրավորական, դուք ամփոփելու եք։ Ես չեմ ուզում երբեք ու երբեք դուք ամփոփելու եք, մի խանգարեք, որ իրենք էլ ձեզ չխանգարեն։ Ես չեմ ուզում երբեք ու երբեք անցնել այն տիրույթ, որ իշխանությունը դրանք այն որ ասում են, հա, կան ուժեր ասում են, թուրքական դրածոներ եւ այլն, ես այդտեղ չեմ ուզում անցնել, բայց ակնհայտորեն հնչում են նարատիվներ, տեսակետներ եւ այլն, որոնք անընդհատ սնուցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից եւ շատ հաճախ էս մարդիկ այդ նարատիվները անդադ կրկնում են։ Հիմա եթե պետքա որ Հայաստանը այս ամեն ինչը ընդունի եւ դա էլ համարի հաղթանակ, այլ ոչ թե լավ ծանր զիջում, դա իրականացվում է ադրբեջանա-թուրքական 5-րդ Շարասյան կողմից, որը ես հուսակ դուք կդիմեք դատախազություն ապացույցներով ադրբեջանա-թուրքական 5-րդ Շարասյան մասին։ Հրապարակային ելույթները որոշ անձանց հանրայինին տված, ձեզ տված հարցազրույցները կցեմ ուղարկեմ ԱԱԾ, բայց որը կքննի նորմալ ըստ էության եւ ոչ թե իշխանական տրամաբանության մեջ վստահաբար գնահատական կտա։ Ընտիր